քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Եթե ասում 100% դա ուրեմն սուտ է։ 100% ես չեմ կարող ասել, որ հիմա ստեղից ես գնամ ընդ ինչ կլինի իմ հետ։ Նիկոլ Փաշինյանին ձայն չեմ տվել ու որևէ մեկից էլ կաշառք չեմ ստացել։ Սրանք են հանցագործ։ Հանցագործ լինելը պետք է ապացուցվի։ Մարդիկ տարակուսած են, վարչապետ Փաշինյանը հայտարարում է մի բան, որ անհնար է, 100 հազարավոր քաղաքացիներ չէին կարող անխտիր կաշառք վերցնել։ Դա աբսուրդ է, այդպես բան ո՞նց կարող է լինել։ Բոլոր քաղաքացիներին մեղադրել, որ ով ոչ, ասենց ասենք էլի, ոչ ՔՊ-ին ձայն տվողները ընտրակաշառք են վերցրել։ Նիկոլ Փաշինյանը իր 8 տարիների ընթացքում ինչ ասել է, երևի 90%-ը ճիշտ չի դուրս եկել։ Նիկոլ Փաշինյանը գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերի կես միլիոնից ավելի ընտրողներին 4 օր առաջ մեղադրեց ընտրակաշառք վերցնելու համար, երբ նախընտրական փուլում հարուցված քրեական գործերով դատավճիռներ դեռ չկան։ Փաշինյանը համարում է, որ միայն իր ուժն է մաքուր ձայն ստացել։ Շատ մաքուր ձայն է, որ զինվորները մինչև գիշերվա 12:10 ընտրատարածքում է, շատ մաքուր ձայն է, շատ իդեալական, մաքրամաքուր։ Ֆերիով լվացված ձայներ են, ես կասեմ։ Ձեզ թվում է մեր կառավարությունը ընտրակաշառք չի տվել։ Խոշակները բարձրացնելը դա արդեն ընտրակաշառք էր։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա եւ 52 հոգի են կալանավորված, 48-ը տնային կալանքի տակ։ Գործերի մեծ մասը առնչվում է Ուժեղ Հայաստանին, 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Այս 5 ամսվա ընթացքում 242 մարդու են մեղադրանք առաջադրել։ Դատարան է ուղարկվել 14 քրեական գործ, որ պետք է քննեն։ Այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք միջև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Վարչապետը ընդհանրապես չի կարող գնահատական տալ, երբ որ նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող որևէ գործի։ Սա ուղիղ միջամտությունը առաջինը այդ դատական գործի, երկրորդ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է։ Նիկոլ Փաշինյանի գնահատականը ընդդիմադիրների ընտրողների հասցեին զրպարտություն է, իսկ իրավապահ համակարգի վրա ուղիղ ճնշում այն քրեական գործերով, որ հարուցվել են այս ընտրական փուլում, պնդում է Տիգրան Հայրապետյանը, որ ընտրակաշառքի գործերից մեկով փաստաբան է։ Իմ գործը, օրինակ Կամո Տետրակյանի մասով, երբ որ նույն վարչապետը եւ ԿՊ-ական բոլոր պատգամավորները գրեթե խոսում էին, որ տեղի ունեցել ընտրակաշառքի դեպք, Հայաստանի Հանրապետության դատարանը, հակակոռուպցիոն դատարանը գտել էր, որ այդ գործողությունը ինչի մեջ մեղադրում են իմ պաշտպանյալին Կամո Տետրակյանին, լիարժեք մտնում է նախընտրական քարոզչության գործողությունների մեջ։ Իրենք չեն հարգում դատական ակտի հեղինակությանը, իրենք չեն ենթարկվում դատական ակտին եւ փաստորեն Հայաստանի Հանրապետության անունից կայացված դատական ակտը հենց իրենք են հեղինակավորում։ Ըստ փաստաբան Հայրապետյանի, Փաշինյանի հրապարակային պնդումներով ու սպառնալիքներով խախտվել է այս գործերով անցնող մարդկանց արդար դատաքննության իրավունքը։ Առնվազն ընտրակաշառքին առնչվող գործերով արդար քննություն չկա, պնդում է փաստաբանը։ Սրանից հետո դատական համակարգը չի կարող արդար լինի։ Միանշանակ հիմա կարող ենք հայտարարել, որ այս երկու դեպքերից հետո ընդ որում սա մեկ-երկու անգամ չեն եղել, բազմաթիվ կրկնվել են, խախտվել է բոլոր այդ 200 կամ 180 մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը եւ արդյունավետ պաշտպանության միջոցներ ունենալու իրավունքը։ Երկուսն էլ նախատեսվում են թե մեր սահմանադրությամբ, թե միջազգային պայմանագրերով։ Իշխանություններին առնչվող տասնյակ ընտրախախտումների մասին են ահազանգել ընդդիմադիրները, տեսանյութ էր հրապարակել։ Ուժեղ Հայաստանը արձանագրել է ինչպես են իշխող ԿՊ-ի 16 համարի քվեաթերթիկով տեղամաս մտել, իրենց 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս տարել, ապացուցելու, որ ընդդիմադիր ուժին չեն ընտրել։ Ընդդիմադիրների պնդմամբ իշխող ուժի օգտին ուղղորդել են քվեախցում հսկել ընտրությունը։ Տեսանյութեր հրապարակեցին բռնությունների մասին, որ ԿՊ-ականները ընտրական տեղամասում ու տարածքում հարձակվել են իրենց վստահված անձանց վրա։
Գալիս է քաղաքացիները քվեարկում են, վերևից պարբերաբար ընտրողներին վերահսկում է եւ ուղղորդում։ Հակակոռուպցիոն կոմիտեն, որ այս ամիսներին հիմնականում իշխող ուժի մրցակիցներին առնչվող խախտումների մասին է հաղորդել, դիմել է արդարադատության նախարարին, որ այնպիսի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեն, նվազագույնի հասցնեն այս նախընտրական փուլում բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը։ Եվ ըստ իրավապահ համակարգի, այդպիսի սխեմաներում ներգրաված քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրական գործընթացներին արգելեն։ Մի նախաձեռնության մասին էլ ազգային ժողովի խոսնակը հայտարարեց, առաջիկայում մեկական տարով կխստացնեն ընտրակաշառքի պատիժը, տալու համար կազատազրկվեն 10 տարով վերցնելու 9։